օրհնությամբ, ջանցեք, որ Եհովա է ասված, անիգա ստեղծեց մեզ, ոչ թե մենք։ Մենք անոր ժողովուրդը, անոր արոդին ոչխարներն ենք։ Մտեք անոր դռները օգտությամբ, անոր սրահները օրդությամբ, կոհացեք անգե, օրդնեցեք անոր անունը, բասնզի դերը բարի է, անոր ողորմությունը հավիդյան է, ու անոր հավատարմությունը ասկե մինչև աս։ Ես խնդրեմ, որ բոլորս մոտիվանանք եւ մեր երկարաններում յետևի գտնված բաժնին թիվ 35-րդ հատվածը փոխադարձ կերպով գարտանք, որ նույնը ավետարան չուկի։ Եվ Հովհաննեսի մատնվել են ետև Հիսուս Գալիլեա եկավ, Աստծո արքայության ավետարանը կկառուցել։ Ու կսել, ժամանակը լրացած է, և Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք, ողորմային են հավատացել։ Այս 12-ը Հիսուս վրգեց և անոնց պատվիրեց սելով, քարոզեցեք ու ասեք, թե երկինքի թագավորությունը մոտեցած է, մգրդեցեք զանոն հանուն հոր և որդվո և հոգվույն սրբով։ Սովորեցրեք անոնց, որ այլ հավերապահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։ Ույներուն ու պարպարոսներուն, իմաստուններուն ու անմիտներուն ալ բարդագան են։ Ասացի ամոթ չեն սրբել ավետարանը, քանզի Աստծո զորությունը այն բոլոր հավատացածության համար է։ Բասնզի Քրիստոս զիս մգրդելու չվրգեց, հաբա ավետարանը կարոզելու։ Եթե ես ավետարանը կարոզեմ, ինձի բարձանքը չկա, բասնզի իմ վրաս հարմն է, մանավանդ վայ է ինձի, եթե ավետարանը չկարոզեմ։ Աղոթենք, Հալելույա։ Արտիրոջ Սերներ ուսուսում նախքան աղոթելը անուններ ես բոլորի փոխանցեմ, որ բոլորս միանանք ես աղոթեն և աղոթելու եմ հատուկ չեյս անունով անձ ընկեր, որ ինքնասպանության օգին իջել է իր վրա, այսինքն սատանան ուզում է խաբի, որ իր կյանքը այլ արդեն արժեք չունի։ Երբ որ սատանան միտքը մտնում է խաբում այդպես է մտածում։ Մեր Գևորգ եղբայրը հիվանդանոցում է Ռոզա քրոջ ամուսինը, խնդրում եմ աղոթները շարունակ պահեք, Անդո անունով եղբայր իրան աղոթողն ենք և Ջեյմս անունով անձ, որ քանսեր ունի, այս անունները ասում ենք և այս ամեն ինչը դնում ենք մեր աղոթքի ծրարի մեջ, ամեն և մեր վահե եղբայրն են, որ կա իր անձնական թղթերի համար, որ պտի Ստեփան եղբայրը, Երիշ եղբայրը, որ մենք շարունակ ամեն կիրակի աղոթում ենք, բոլոր մեր եղբայրները և բոլոր կարիքավորները, ամեն։ Փառք ենք տալիս քեզ մեր Տեր և Փրկիչս, մեր զորավոր Հայրը, շնորհակալ ենք այսօրվա համար, այս պահի համար։ Քո տանդ մեջ է հավաքված քո եկեղեցին և այսօր Տեր իմ Աստված, կարիքներով ենք մոտենում քեզ Տեր, այս ծրարի մեջ բոլոր կարիքները կան, այն անունները մեկ առ մեկ Տեր, որ բարձրացեցինք։ Մենք ոչ միայն այսօր, ոչ միայն այս պահին շարունակ քո խոսքը դասում է, որ աղոթող լինենք մեկս մյուսի համար եւ ահա այս պահը այս օրը ներկայացնելով այս ամեն մի անունները Տերի Փրկիչս խնդրում ենք քո հոգումը, խնդրում ենք քո հրաշքը, խնդրում ենք քո առաջնորդությունը, խնդրում ենք քո ներկայությունը այս ամեն դրությունների մեջ։ One breath, Lord Almighty God, քո միայն մեկ հպումը բավարար է։ Բոլորովին մի արկը բավարարում է, ով դու ամեն մի քայլը մենք երբ որ քեզ նայում ենք քո կամքը փնտրում ենք խաղաղություն թող իջնի ամեն դրության մեջ։ Մեր եղբայրներին քրուստներին հասնես ոմանք, որ հրաշք կա պետք է իրենց կյանքի մեջ, առողջական, ստրեսային, Տեր քո խոսքդ մեզ սովորեցնում է, որ վերցնենք քո լուծը, որը թեթև և քաղցր է։ Շատ անգամ մենք այս կյանքի մեջ
Մեր ենք հավաքում մեր ուսերի, մեր միտքերը ծանրաբերում ենք տարբեր տեսակի դժվարություններով, քանց թե հանձնենք քո ձեռքերիդ մեջ, քանց թե հանձնենք քո եւ ասենք Տեր, վերցրու իմ ափսեի մեջից։ Հանձնում ենք քեզ Տեր իմ Աստված, այդ հավատք ունենանք, այս ծրարի մեջ բոլոր դրած, բոլոր աղոթքները, որ կան սրա մեջ Տեր բարձրացնում ենք քեզ խնդրելով քո ողբումը։ Շնորհակալ եմ Տեր, որ ապահով բերեցիր եւ ինձ վերադարձեցիր իմ ընտանիքիս եւ Տեր իմ Աստված այն գործերը, որ կատարեցիր, շնորհակալ եմ Տեր իմ Աստված, օրհնես մեր եկեղեցին, օրհնես քո ծառայությունները Տեր իմ Աստված, որ օգտագործում ես տարբեր տեսակի անոթներ։ Եվ այսօր փառաբանելու ենք, երկրպագելու ենք քո սուրբ բանալը, որովհետեւ դու արժան ես։ Դու արժան ես Հայր իմ Աստված, դու արժան ես ամեն բարքի եւ ամեն պատվի։ Եվ այսօր բոլոր ծառայողներին Տեր զորություն տաս եւ ամեն մեկից իմաստությամբ առաջնորդվենք քո թագավորության մեջ շարունակ ու շարունակ քո թագավորությունը բարձրացնելու եւ մեծացնելու։ Պատիվ Տեր իմ Աստված քարոզել քո խոսքը քո թագավորության մեջ, պատիվ Տեր իմ Աստված ծառայել քո սուրբ անունը։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրում այս ամենը բոլորս իրար հետ ասեցինք։ Ամեն։ Սիրելիներ, երգը ասում է եկեք գովենք եւ օրհնենք մեր Աստծուն, օրհնենք փառաբանենք Տերոջը սեր անուն, սալմոսներ ասենք հնար ու տարիով, ով հոգի ունի թող օրհնի այս երգով։ Այո, լսեցինք շատ խնդիրներ, շատ դժվարություններ, շատ հիվանդներ կան, շատ հարցեր ունին, բայց այսօր Տերոջը առջև ենք եւ մեր հոգերը Տերոջը տանք, քանի որ նա մեզ համար հոգի անում եւ մեզի սիրում է եւ մեզ պիտի օրհնի եւ բարի մահասկաններով շնորհի։ Yes, there's nothing
մի տուն առաջ, դու հույս ես հավետ, դու կյանքի աղբյուր, քո խաղաղությամբ ես քո տեր մտնեմ, որքան ունենք այս խաղաղությամբ կարիքը մեր բոլորս մեր սրտերի մեջ անցյալ շաբաթ այդ քարոզը լսեցին տարբեր փոթորիկների մեջ, այս հույսը որ տալիս է Տերը մեզ հաղթության եւ խաղաղության ամեն փոթորիկի մեջ բարգիրեն։ Հաջորդ երգը երգելու ենք միասին Հիսուս միայն ամեն բանը մեզ է, ամեն մեկը որ կարող ենք ամեն ինչի մեջ իրեն տալ վստահել եւ հաղթություն ունենալ այդ Հիսուսին։ Հիսուս միայն ամեն բան է, ամեն եւ ամեն անան է, առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ, օրինները եւ ուղան, սիսանելու սարսափահան, զորավոր բազուկներու մեջ, կրկրտեզիս, ուսի կերկենք ես ամեն օր, իր անունին հավատալով, երբ բոլոր մեղքերս ներեց, ամեն բանից իս ազատեց, ինքն է միայն ութը երկիս, անուշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, այս կյանքի մեջ շատ եմ ուղան, առանց հավատքի կմնան, հավիտենակ անպատիժի կայանանան, Հիսուս ասոր համար եկավ, խաչապայտին վրա մեռավ, որ ամենը որ հավատա կրկնվի, ուստի անոր դու վստահել, մեղքեր բոլոր խոստովանել, հույսդ միայն Հիսուսը է, մեր ճամփայել, մտիր քայլել, ինքն է միայն նյութը երկիս, անուշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, Հիսուս միայն, Հիսուս միայն, Հիսուս միայն։ Ամեն։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը Հիսուս ինքն է ամեն բան մեզ համար եւ ժայռը քորեփի որ կբխի եւ որ իրեն գաս երբեք չպիտի ծառավես ամեն այս գեղեցիկ աշխուժ երգը միասին երգենք ամեն Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ արար քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ արար քեզ համար Եվ որ խմբեմ են ավելի կացրեան ագեցուն անձը ագեցուն ամբողջ հոգի Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ քեզ ավելի բարձր եկեք Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ քեզ համար Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ քեզ համար Եկ որ խմբեմ էգրեն ավելի կացրեան ագեցուն անձը ագեցուն ամբողջ հոգի Քրիստոս է ժայռը քորեփի որ կբխի կենդանի ջուրն է առողջ քեզ համար կենդանի ջուրն է առողջ քեզ համար Հալելույա։ Բարելույս եկեղեցի։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Բարի տեսակ, Փակ Տիրոջ։ Դե շատ բաներ ունեմ ձեզ հետ կիսվելու, բայց նախքան այդ շատ բաներին հասնելը ուզեմ ձեզ հետ այսօրվա խոսքը
նվիրատվության զոհաբերության համար հետաքրքիր մի համար կա եւ լավ օրինակ համարը Աստծո խոսքից ասում է Bible says be a joyful giver զվարճությամբ դուր Տիրոջ գործերին առաջ անգամ երբ որ ես լսեցի այդ խոսքը happy to give ուրախ եմ որ տալիս եմ joyful-ը որն է what's զվարճությամբ տալը որն է հետո ընթացքում ես զգացի երբ որ դու հասկանում ես Տիրոջ թագավորությունի կարևորությունը մեջից ուրիշ ձևով ես տալիս եւ ես էդի շատ բարձ ինձ համար անգլերենով հայերենով ասելով there are times when I am so happy and joyful inside to give and I think so many of you that gave not only to our church but also to ministry do it with so much joy նույն ձևի այդ նույն ուրախությունը այդ զվարճությունը մենք երբ որ տալիս ենք Աստծո գործի համար թե ծառայությունների համար եթե ուրախությամբ զվարճությամբ ներքին չտանք ավելի լավ չտանք տալիս ես ուրախությամբ ես տալիս եւ ուզում ես որ տվեցիր ես բանա բերելու հունց կա բերելու it's going to bring fruits եւ լավ մի բան ստացվեց նախքան վերադառնալը եկեղեցի շենք էին ման գալիս Եփեսոսում որ քրիստոնյա ծառայությունը այնտեղ տան մեջից բերեն եկեղեցի շենքի մեջ ոնց որ մենք ունենք այստեղ եւ իրանց հետ է երբ որ նեգոշիեյտ են անում խոսում են տերերի հետ եւ որ ես արդեն գնացի այդ օրը իրենք պատասխանը պետք է ստանային եւ հետաքրքիր մի բան ասեց յուքսեր եղբայրը ազատ եւ այսպես պետք է ազատ լինի եղբորը եղբայրը հետ ասեց եղբայր եթե եկեղեցին ստացվի ուզում եմ որ դու լինես առաջի ներդրում անողը վաու ասում ուզում եմ հայը Թուրքիայի մեջի քրիստոնյա եկեղեցում առաջին ներդրում անողը լինի ասի յուքսեր ջան հենց թուրքը ստորագրեցի ասեցի ինձ տեքստ արա զելը գալիս է ու ինչ զվարճություն կար իմ մեջս մենք գրանտի չենք կարող լինենք ամեն ինչին նո Աստծո թագավորությունը զվարճություն է պահանջում չես կարող սենս տաս սենս պետք է տաս ուրախությամբ եթե գրանտի է մեջը ուրեմն քո հոգուտ մեջ մի բան ինչ you got to self-examine շատ կարևոր է ու հենց եղբայրը ինձ տեքստ արեց վարքյանական սիրներ զելը գնաց ու ինչ պատասխանեց brother you are the first to plant a seed in our church առաջինն էր ասեց որ մեր եկեղեցու մեջ ներդրում ունեցիր ու աղոթեցի որ Տերը օրհնի եւ իսկապես այդ եկեղեցին ոչ միայն ֆինանսականն է այլ ծառայություն ամեն ամեն Մայք եղբայր Սարգիս եղբայր եթե կարելի առաջ գաք աղոթքով առաջ գնանք դեպի առաջ Հալելույա Այո Տեր դու քո խոսքիդ մեջ ուզում ես որ մենք այն ինչ որ քո թագավորության համար է քո տանդ համար է տարբեր ծառայությունների համար է Տեր անենք զվարճությամբ Եթե այդ զվարճությունը մեր մեջը չկա տրտնջալով ոչ մի բան օգուտ չի տրտնջալով սեն չենք կարող ցանենք եւ սպասենք վերադարձ որևէ մի բան պետք է զվարճությամբ տանք Տեր իմ Աստված որպես եկեղեցի մենք պետք է այդ սերը ունենանք քո թագավորության համար որ ֆինանսը it's a resource for us to use մեր եկել ենք եւ մեր կեր վերադառնալու ենք եւ այն ինչ որ ցանում ենք խոսքը ասում է Տեր իմ Աստված այն սերները որ ցանում ենք երկնքի համար ոչ մի բան ոչ կհոտի ոչ կփչանա ոչ կժանգոտի ասում է Եվ Տեր իմ Աստված շնորհակալ եմ այս տան համար
Շնորհակալ եմ այս տվող սրտերի համար, որ թե ծառայության համար սիրով տվեցին եւ քո տանդ համար սիրով տալիս են։ Փառք ու պատիվ քո նմի Հիսուսի անունով։ Ամեն։ Բարելույս բոլորին։ Մեկը գա, որ առաջին անգամ եք ու կա։ Ուզեք ծանոթանալ։ Եզևեմ բերեկա։ Բոլոր դա պարի եք եղած, երոջը դունը, գիտեմ, որ ամար է և շատեր արձակուրդներ գարնեն ամարվա ընթացքին, դերորդ է իրենց հանգստությունը և ինչպես քիչ առաջ աղոթքի նյութեր դրվեցավ, գիտեք եկեղեցին գործը միան առնել չէ, իրարու համար աղոթել է միշտ։ Հիշեցին Գևորգ եղբայրը հիվանդանոցն է, չեմ գիտել ինչ ունի, բայց մի խնդրեմ, որ շարունակենք աղոթել իրեն համար, իրեն ընտանիքին համար, նաև եղիշ եղբոր համար հարադև աղոթենք, քանի որ գիտեք, հիմա երբեմները նյութեր կուքա մեզի, որ անձանոթ են և կաղոթենք և շան անգամ խոսք աղոթենք, երբեմներն ալ կմորնանք, բայց եկեղեցի բարդականությունը հարադև աղոթել է։ Իրարու նեցուկ կարունինք աղոթենք, շատ նյութեր ունենք, որ մենք ամեն օր պետք է աղոթենք, ինչպես Ռիտա քույրը, Ըրնես եղբայրը, Արգինայ քույրը, ցերկը կդրված, բայց դերոջը գունեն չի բացակայի, բայց վստահ եմ, որ ցավերու մեջ է, աղոթենք իրեն համար, աղոթենք այդ նյութերուն համար, Անթո անունով, որ այդակրոջ բոսին ամուսինն է, և Չեյս, գիտեմ, որ չմգա, Չեյս, ասոնք աղոթքի նյութեր, որ գուկան, ասկի առաջ ուսեր եմ Կարապետ եղբայրը, և որ Ամերիկա գուկար, ինձի հետ նույն սենյակը 4 ադանգողին գար, մեկ հատ ինքը իրեն կրոջը դուններ, արդվա 5-ն մինչև 7 ձունգի վրա է։ Կարապետ եղբայր, 2 ժամը ձունգի վրա կքնանաս, սա չէ, աղոթքի մեջ է։ Ով որ նույն դար կգրեր կողը և ատ անուններուն կանցներ։ Աղոթող եկեղեցի շատ կարևոր և եկեղեցինով է Եսուտ։ Աս աղոթքի կյանքը մեր եկեղեցին ասված մեկ անգամ չի դա ամեն օր,
ինչպես օրինակ հաց ուտել ամեն օր։ Դա որ մի քանի օր հաց ուտել ենք գնանք։ Եթե ձոն կբայես ուրիշ հարց։ Սովորական։ Մեր հոգիներն աղոթքի պետք ունեն։ Ամեն։ Ուրախ եք, որ մեր սես եղբայրը գնաց, ապահով եկավ, դուք միայն մասին մի քանի դերգություն տվար, բայց Հայաստանի մասին դերգություն չտվար։ Հայաստան կացիրարան, չէ՞։ Դեր օրդ է, հիմա անգլերեն երբ ունին։ Սաղմոս 97-ը ասում է նոր երգ երգեցեք Տերոջը, որովհետև նա հրաշքներ արեց, իր աջ ձեռքը և իր սուրբ ազուկը փրկություն տվեցին իրեն։ Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի առաջ հայտնեց իր արդարությունը։ Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար։ Երկրի բոլոր ծայրերը տեսան Տերոջ փրկությունը։ Ցնծացեք Տերոջ առջև, ով ամբողջ երկիր, օրհնեցեք, երգեցեք, սաղմոս ասեք։ Սաղմոս ասեք Տերոջը քնարով ու սաղմոսների ձայնով, փողերով և շեփորի ձայնով ցնծացեք մեր թագավորի առջև։ Թող գոռան ծովը և նրա լիությունը աշխարհը և նրա մեջ բնակողները։ Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին Տերոջը առջև, որ գալիս է դատելու երկիրը։ Նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին իր ողորմությամբ։ Նոր երգ երգենք Տերոջը։ Ովքեր որ գիտեն այս երգը աշխուժ ավելի բարձրաձայն երգերից են մեզ։ Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. The Lord is great and greatly to be praised. The Lord is great and greatly to be praised. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. I will celebrate, sing unto the Lord. I will sing to him a new song. I will celebrate, sing unto the Lord. I will sing him a new song. I will praise him. I will sing him a new song. I will praise him. I will sing to him a new song. Hallelujah, 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 hallelujah. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Sing unto the Lord a new song. Sing unto the Lord of the earth. Amen. Rovanes Johnny Soros, we're going to plug a lot of videos and stuff like that. Hantiroche, Gerkin Ner Validus. Lina Jan doing the pusheri rachnes for the Hexen Yerke, and Martin Pagapanus Sally, making Pushatsumov, and then in Iraq Simonabili shoot. Handistele, Galabora Bosch, Yerke can time and Hanum, head midnight. Who's McDonough Coker and that's an Hanum? Nikes. Partidocha. Nachkan Sharnaki is in the King, I'll go for us. Iron.
Փառք տալիս քեզ Տեր, շնորհակալ եմ։ Շնորհակալ քո տանդ մեջ լինելու եւ այնինչ որ այսօր կիսվեմ իմ եղբայրներիս քույրերիս հետ, խնդրեմ Տեր իմ Աստված քո առաջնորդությամբ, քո Սուրբ Ոգու սիրով Տեր իմ փրկիչս փառք ու պատիվ քոննա, որովհետեւ առանց քեզ ոչ մի բան ճիշտ չէ կարող։ Հիսուսի անունով, ամեն, ամեն։ Ուրեմն որտեղից սկսենք։ Այսօր գիտեք նախքան այդ անելը ես մի բան կար, որ ուզում էի կիսվել ձեզ հետ, ես վիդեոներ էի, երկու հատ վիդեո ուղարկեցի, մեկ առաջի անգամ, երկրորդ անգամ էլ, եթե որևէ մեկիդ նեղեցիք այդ Յոհան Դոշակ, ավել պակաս, եթե մեկդ նեղեցիք, խնդրում եմ ներող եղեք, կատակներ էի կանում եղբոր հետ, Եվ այդ սրտանց ես ասում եմ շատ անգամ կատակը ոչ բոլորի համար կանենք։ Դրա համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկի համար սխալ դուրս եկավ, այդ մտքով չի եղել անպայման։ The Bible says when the disciples returned, եւ աճե եղբայրը փոխադարձ խոսքի մեջ այս համարը կիսվեց, they would testify the things that the Lord had done։ Երբ որ ասում աշակերտները, առաքյալները վերադառնում էին ծառայություններից, նրանք կիսվում են շատերի հետ, գալիս են ասել, oh, look what the Lord has done, երկել կատը, look what the Lord has done, տեսները ինչ գործեր արել մեր միջոցով, և շատ բաներ այդպես կիսվում էին եկեղեցի հետ, ես էլ այսօր, I am going to share with you today what the Lord has done, բայց եղբայրը ասեց Հայաստանի մեջ չես խոսացել, եկան բաներ խոսան, որ տեսնեք, թե ինչի մեջ ներդրումներ արել եք, ձեր աղոթները և այն ամեն բաները, փառք Աստծո։ Հիմա կամաց վիդեոներով, բաներով, բացատրություններով, ինքը տեղով արդեն այսօր կլինի հետաքրքիր մի քարոզ։ Սկսենք ես մեկից։ Եսի մեր մայրիկների հովանավորած նախաճաշն անդել, ոմանք են որ մի ատնդնեմ։ Մեր կոնֆրենցը այսօրվա սկսում է երեխաների նախաճաշը և մայքեր, ասես որ են և մեր մայրիկների շնորհակալություն որ անավորեցին այս նախաճաշը։ Ուրեմն առաջին բանը, որ մենք այնտեղ արեցինք, կոնֆրենցը կազմեցինք, որտեղ շատ կարևոր է, որ այն, որ մենք իրեն սովորեցնում ենք, իրենք գրեն, ոչ թե ճամբարում թրբռան ուրախանան, լսեն, բայց շատ բաներ իրանց մեջը չմնան։ Սովորոշեցինք, որ կոնֆրենցի նման անենք, երկյանքի խոսի եկեղեցի միսիա շենքը, որ շատ հարմարություններ ունի, նախաճաշի տեղ ունի, ճաշի տեղ ունի, կաֆեի տեղ ունի, մնալու տեղ ունի եւ այլն, օգտագործվեցինք, օրհնվեցինք այդ կողմից եւ այդպես արեցինք։ Հիմա խոսացողներից մեկը ֆուտբոլիստներ էին։ Վարդան Խաչատրյանը Հայաստանի հավաքականի առաջին կապիտանը 90 թվականների իր տղան կողքը Հայաստանի հավաքականի մեջ երկուսն են մարզիչներ են։ Ինքը տղայից մարզիչն էր Հայաստանում, հետո իր տղան էլ մարզիչ տարավ, երկուսն էլ, իր կյանքը վկայություն ամբողջովին,
ահավոր հարբեցող է եղել։ Եվ ինքը մեծ բաժակով է իր արարախներ ուզել, չայի բաժակով։ Եվ մի օր մեքենայի մեջ է լինում, քշելով գնում են, մեքենան հարբացում է, ռուսերեն ասում ստորբա։ Իմացա՞ք։ Այո։ Եվ թռնում է մեքենայի մեջից, գլխով ուղի հետ ստորբային։ Տելևիզորը ասում են Հայաստանի հավաքականի կապիտան Վարդան Խաչատրյանը մահացել է։ Տանում են իրան մոր մարմինը պատրաստելու եւ ընդեղ ինքը նստում է։ Ինքը հենց նստում է մորգում իր մակրով մարդը բախեցած գոռալով փախնում է դուրս։ Բժիշկը ասում է այս մարդը չի քայլի, ուղեղը իր երբեք չի աշխատի, ես այս կարճն եմ ասում։ Ինքը տեսնում է քայլում է դա, տեսնում է մարզում է դա, տեսնում է ուղեղը աշխատում է։ Եվ իհարկե դա Աստծո զորավոր գործն է այսօր։ Եվ տղան ինքը Կարեն Խաչատրյանը կողքը հավատացյալ էր։ Ինքը Արտակ Անդրիկյանը, որ մեր սրբողության է գալիս եւ մի հատ ուրիշ եղբայր էր, հավատացյալներն են Հենրիկ Բխիթարյանի հետ նույն թիմի մեջ։ Բայց իրան հանում են բերում են կողք եւ երեքին ասում են ընտրություն արեք, ձեր եկեղեցին թե ֆուտբոլ։ Եվ այդ ընտրության պատճառով իրանց հանում են դուրս, որտեղ իրենք չէին ուրանալու, բայց այսպես իրենց համար ստացվեց։ Բայց Կարենը հիմա նորից մարզիչ եւ երկուսն են հոյակապ եկան եւ օգնության աղբյուր եղան։ Առանց կոմպլեքսների, առանց ամոթների, որտեղ համացավ, բոլոր կամ մահացների մեջ, որտեղ համացավ, խոսքի մեջ, իմ կյանքում, ամեն ճիշտ բանի մեջ, որպեսզի ամաչեմ, եւ որպեսզի մեր գործը, ճիշտ բան անելու, եւ համացավ, եւ աղոթում եմ դեր, քեզության մտածելակերպը, գնացում գալիս, մաքրի միտքը, որ երբեք ինձ չնայ որպես խեղճ, ինձ չնայ որպես տկար, ես ամեն բան կարող եմ, ինձ զորացնող, Իսուս Քրիստոսով։ Երեխային մեկու մեջ ենք սովորաբար պրոցես նստացնել մոտավորապես 45-50 երեխա կար կոնֆերենցին, որը միայն 13 եւ բարձր տարիքներով էին եւ նվերներ, ամեն բաներ կարողացանք իրենց դասել։ Սա բոքսոր բռնցքամարտ Համոնա, որը ստեղ ապրում եւ բոքսի տեղ ունի եւ ինքը ոչ միայն բոքսը սովորացնում, այլ ավետարանում Աստծո խոսքը այսպես երեխանին սովորացեց համարձակ եղեք, ամաչուչեք, ամաչում մեղք գործելու մեջ, բայց ամաչում են ուրիշ բաների մեջ եւ իրենց ահագին շատ լավ օրինակներով համարձակություն իրենց սովորացեց։ Շատ գոյակապ ունենք անձեր, որ եկել էին եւ օրհնության աղբյուր էին իրենց համար։ Եվ Resurrection, yeah, we will rise again.
Գևորգյանը դերասան էր, իր հայրը հատկեցող էր եւ երեխեք հետ կիսվում էր, ասեց ես ամաչում էի, որ հայրս մեջտեղ է դերում ու ես խոսք տվեցի, որ իմ երեխեքս երբեք չեն ամաչի ովտեղ երեխաներ ունենք, որ իրենց հայրը ամենահա չլինի հատկեցող են, ծեծող, ջարդող այդպես անձեր են եւ շատ վնաս են բերում ավելի ու շատ քաջալերող իր խոսքը սեպտեմբերին ստեղա գալու ինչ-որ շոուեր, բաներ ունեն իրենք եւ կիսվեց երեխեք երբ ապաշխայելա ինչպես Հիսուսի կյանքի համար շատ կարևոր դեր տանում ու շատ հոյակապ էին, թե ծառայողները, թե խոսացողները, բոլորը ներկաները վերջում էր ամեն երեխեքին աղոթեցինք իրենց վրա, իրենց նպատակի եւ վերջինը որ տեսակ Երեմիա 29:11-ն որ Տերը ասում է I have plans for you, plans to prosper you, not to harm you, plans to give you hope and a future. Ցերն ես ստելնականերն ճիշտերս մի ուժանակ ուշադրի ես խոսք եմ կարողանում Սա կտրության ծառայությունը, սա սիրո ծառայությունը, սա ձեր ներդրումի արդյունքն է, առանց ձեր ներդրումների, առանց ձեր աղոթքների այս ոչ մի բան չի իրականանա։ Եվ այս երեխաների կյանքի մեջ դեռ շատ բաներ կան, որ կտեսնենք թե ինչպես է Տերը, ինչ գործեր անում ամեն մեկի կյանքի տեսնում եթե ստե ես Ստեղ մի քիչ մենք գնացինք Արզենի Garden Պարտեզում ընտեղ երեխաներին ստեղ իմ ասեցին դե գնացեք խաղացեք ստեղ Ստեղ գրել չկա շատ բան չկա մի պահ կար որ փոքրիկ խումբեր ամեն մի տեղից եկածները թե Գյումրիի խումբը թե Դուբարաշենի խումբը Աբովյանի խումբը ամեն մեկը գնացին 30 րոպե իրար հետ ժամանակ մնացած օրը վայել են ուրախացեք, իրար հետ ժամանակ անցկացնեք։ Այս տղան Գյումրիից է, ինքը անդամալուց է, ձեռքերը չի աշխատում, ոտքս մեզ է հայլում, և Բողնան եղբայրը մեզ Երևանի առաջնորդը իրան լողացնում է։ Ասում է հետո ինչ-որ ինքը չի կարող լողանալ։ Քծեց ուրախություն տեսակ դեպքի, ուրախ է, ինքը Գյումրիի խումբի հետ էր, Այս եղբայրը մեր զորավար եղբայրը։ Սեն է սա Դավիթն մեր եղբայր առաջնորդը զորավար և Երվարդի շրջանում, Շարդակի Դավիթը։ Արդեն սուգիրացել եկել ոտի ճամբար, ջուրվերից, կիչվեր է ձեր մի սաղարելի գորդ։ Եղբայր երեխեք շնարվակեցին զոհերել են կամանիքարից, երեխեքի սևանի տեսան, այսպես Սովը ու թեկեցին, ամբողջ թեկեց, ամբողջ ժերդիք ես կողմերում, ես զարնացա, որ իրանք գնելով սևանի կողմարը, երկի սևանի չեն։ Ակնասեք ու ինչ Իսկ ես երեխեքը, որ այսօր լողավազանի մեջ կծվում են լողանում են։ Մեծ մասը լողավազին չեն տեսել, Առաջարկում ու լողավազան։ Մեծ մասը։ Մերսի շատ շնորհակալ։ Մեծ մասը լողավազան տեսած չկան։ We have swimming pools in our backyards. My community has 4 swimming pools. 4 լողավազան ունի community. They haven't seen it. Դրա համար չեն դեպի։ Երեխեքին հանում ենք, ասում եք հիմա, մի հատ աղջիկար, ընկերներս ես, այո, կանամ լողավազան բանյան, ասում եք հիմա ժամ չի, լավ։ 5 րոպե հետո, ընկերներս ես, կանամ լողավազան, 4 անգամ եկավ, ասի կնամատի։ Չեն մտը լողավազան։ Մենք մեջտեղից մի հատ շիվան հոուս, պուրեն տղաները ստեղ աղջիկները թե չխրոք չեն մնա, մենք միսը կսկսեն, տղաներ բայրեն են, սիրմը թրմներ ես թե թրմներ են, բայց հետո տեսակ աղջիկները ավելի ուշ են, բայց լողավազան տեսակ չկա, they haven't seen swimming. I was shocked. Ես ես կան տարիներ, եկող տարի 20-րդ ամյակն ամեն ես ծառայության և նորից լսում եմ բաներ, որ զարմացնում է ինձ։ Ոնց կարող ես լողավազան տեսած չլինես։ Ներսես, սկներես, it's me. One quick thing, Հայաստանում, երբ որ մենք ենք մեծանում, մենք էլ չենք տեսել լողավազան։ Հատկապես, երբ որ այս դրության մեջ են։ Այս ջուտիկը
Ես անոնը չգիտեմ, ես յան քյաչալ էի ասում։ Այս փոքրիկ քյաչալը Հովնան եղբոր տղան է։ Մեր Երևանի, որ քանակերից սկսեց առաջնորդը, դիրեկտորը։ Իրա պապան նոր վերջերս մահացավ։ Ու հետը բերեց։ Ու սենց իրա, ու սենց այնա վիճակը, սենց աչկերի մեջ նայելով գնում է, ջուրը ոտասից չէին նադնում, բայց քեզ անայի։ Չի բան։ Ու ես մռութը հիմա ապրում է են պահի իրա կյանքի, որ դեր հլը բաղը միսոր ով գիտի ոնց սպանում։ Հարաբարության առաջնորդ։ Երեխաները երգեն են, հարաբանում են, խոսք են տալիս, ամեն ինչ դրամ ասես մանրմունը կադրեր եմ ես վերցել, որ դուք տեսնեք ընդհանուր զգաք ինչ գործ է, ինչ բան են անում, ես իլսն։ Գյորգի ջան բայլույս, ոնց ես։ Հիմա դու Գյորգի, ես լավ եմ, դու հիմա քանի տարեկան էր 26։ Ձեր Գյորգի մեր սպորտային դիրեկտորն է եղել մեր ճամբարների, բայց դու միացար մեր Հայաստանը քանի տարեկան։ 14 տարեկան, հիմա 26, 12 տարի առաջ։ Հիմա ես իմ տարեկս վեկալել եմ։ Դու մի հատ կարաս բացատրես, ես ինչի սենց սպիտակ մազեր ունես, դու 26 տարեկանում, հա? Որտեղից այդ սպիտակ մազերը եկել։ Կեսը ներշոն չարունքից, կեսը պատերազմից, հաճախ զբազվես թաքնելու համար Դու պատերազմի մեջ էիր։ 44 օրվա դու ունդեղ ինչն էր քո համար ամենադաժանը։ Դու քանի տարեկան էիր ժամանակ։ 20 տարեկան ես եղել։ 20 տարեկանում զենքը ձեռքիդ մեր սահմաններում։ Ու սահման չէր, Ջաբրայելի արդեն գյուղերն էր, որ 15 մետր էնգոն ադրբեջանցիք էին, գալիս էին, կրավում էին ուզաշուխը, իսկ ամենավախնալու ու ամենադժվար իրավիճակը եղել է, երբ որ իրավունքներից սարերի վրից ուղղակի կամադրողի ձևով իջեցրել եմ, ոչ ունենալով վերջին ուժերով իջեցրել եմ առանցորդներ, մտածել եմ, որ նույն իրավիճակով ես Պարզ հասկանալի է։ Դե Գյորգի ջան, ես քո տեղը լինեի երևի գլխիս վրա ոչ թե սպիտակ մաս, այլ մաս չէր մնա։ Աստված օրհնի քեզ, զորացնի քեզ, պահի քեզ, որտեղ դու շարունակ ու շարունակ ոչ թե միայն ծառայում ես քո մեր երկրի համար եւ ծառայում ես այս տիրոջ թագավորության մեջ, այլ մեր Հայաստանի ծառայության մեջ։ Տերը զորացնի քեզ ջիգար։ Գյորգին իմ հոգևոր զավակներից մեկն է։ Փոքր տարիքից իրան գրկեցի, սենց բռնեցի ճամբաներ մեջից ու արցունքները սկսեց թափել։ Ու դրանից հետո ինքան կպավ, որ ինքը ես չի սպասում, որ ինձ խորհուրդ դարձնում, ես եղբայր պիտի գնամ, ես քննություններ տամ, գաղութես ինձ համար, հոգևորապես լավ ճիշտ տեղում է։ 20 տարեկանում զենքը ձեռքին հայրենիքն է, պահպանում եւ մազերը 26 տարեկան ներում եմ մեկ մազերս վեճերևա դուք էլ արդեն ապրուսն է ասում, վերջի ուժովս իմ ընկերներից իջացնում էի սարից ներքև, որ վիրավորված էին կամ մահացած էին, պատկերացրեք, չեք կարող պատկերացնել, շատ դժվար է, 20 տարեկանի համար, ստերի 20 տարեկանները նոր որոշում են իրանց աչն ու ձախը որն է, իսկ ընդեղ սահման են, դրա համար մենք ստից աղոթում ենք խաղաղություն մեր սահմանների վրա, որ մենես երիտասարդ 7 հատ մեր Հայաստան ծառայությունից զինվորներ ունենք, որից միայն մեկը վիրավորվեց,
Այն էլ բժիշկը պետք է ոտքից մի բան անել, ստեղին էլ փամուշտը խփել, աղոթեցինք, բժիշկը ասեց կարիք չկա գործողություն անել ինձ։ Եվ այդպեսով էլ ինքը այդ տղան 7-ը գնացին 7-ն վերադարձան փակ Աստծուն։ Բայց մեր երեխեքից մեկն է, որ ամեն անգամ որ գնամ կզանգի, նույնիսկ որ գա այնքան որ ինձ տեսնի մի հատ գրքի ինձի ու հետա շարունակի։ Այդ քաղցր երեխեքից մեկն է։ Ասեք ինչ եք անում։ Չեն անում, լավ են անում։ Երևում է։ Երեխեքի համար ինչ-որ սաղել է։ Բա։ Սաղել է։ Հիշում եք Արմեն Ստեփանյանը։ Սպասան բացում անում։ Սուրեն եղբայրը մեր Հակոբյանի առաջել է Երևում է մեկ։ Ձեր ախորժակը բացում է։ Չէ, շատ լավ են ուտելու այսօր։ Արմեն Ստեփանյանը մեր եղբայրներից մի հատ կոնֆերենց արեցին։ Այնտեղ հովիվներից մեկն է, հա։ Էդգարը մեր երեխեքից է, Գյումրիի խումբի հետ Very young ones. հիմա սովորացնում է։ He's a leader. Այդ Գյումրիի առաջնորդը Հրաչ է հետևը, որ առանց պապայի է մեծացել։ Ես մի ինչ հետաքրքիր է ծառայությունը։ Իրանք հիմա իրան վերադարձնում են։ Այդ է մեր նպատակը։ Էլիկը Հովնանի ձեր տակ չլիներ, կործանվում էր։ Տես նակորկեկը բաները, որ տեսնում եք all the tattoos, he was going the wrong way, սխալ ճանապարհի մեջ էր գնում։ Եվ հիմա ծառայում է, հիմա ճիշտ ճանապարհի մեջ է եւ we saved his life։ Ծառայությունը իրան փրկեց դժվար ճանապարհի մեջից։ Ես իմ սիրած նկարներից մեկն է միշտ սիրում եմ ես, երբ որ ջուտերին հավաքում եմ մոտս փոքրերին, չարաճճիներին։ Okay, եւ մի հատ ձեզի ես մեր Աբովյանի կողմից եմ միշտ ես։ You believe you can move the highest mountains, cross the greatest oceans, and walk across the Ոչ միայն խորոված, կարտոֆիլով, You feel defeated, falling on your knees, looking up for some hope tonight. You try to stand up, but you throw your hands up, like you no longer have the strength to fight. 'Cause you've seen too many sunsets, too many days ending in the darkest night. But on your own, you'll never know, you'll never know. If you believe you can move the highest mountains, cross the greatest oceans, walk across the water. Believe you can move the highest mountains, cross the greatest oceans, walk across the water. If you believe. Ես իրավիչ եք, հա։ They say that all you need Եթե is սուպուկ faith, լաներ եք but it's almost աղջուկը, like you lost your way. Took a few wrong turns, took a few breaks, falling behind now, looking for grace. 'Cause you ճամբարակի փոքր երեխեքից էին։ Հենց իրենց ընտանիքը պահում են, մեկը 14 տարեկան, մյուսը 12։ Իրանք այսպես տարբեր խնջույքներին գնում են, երեխեքին ուրախացնում են, պարում են եւ իրենց ընտանիքը իրենք են պահում։ Պապան չկա, բայց իրենք անում են։ Ճամբարակի գյուղը հենց Ադրբեջանի սահմանի մոտ է, շատ աղքատ գյուղ է, լավ ծանոթ եմ այդ գյուղին, բայց տեսակ ուրախացնում են, բերել են միայն շորերը ու այդ լավ են աշխատավարձն ստանում ու պահում իրենց ընտանիքը։ Մյուս տարի արդեն օրը որոշվել է հունիսի 18 եւ 19։ Հիմիկվա ինձ եմ ասում, որտեղ ոմանք ինձ ասեցիք օրը իմանանք, օրը գիտեք եւ լինելու է մեր 20-րդ ամյակը։ Մեծա ոմանք որ ցանկություն ունենաք, նույնիսկ ես կսիրեմ մեր երիտասարդները, եթե կուզենան գան տեսնեն ինչ են ծառայություն անում, ոնց են կանում, հիմիկվանից կարաք ծրագրեք օրերը, we can plan days out if you want to join with me, հոյակապ ծառայությունը ինչպես որ տեսնում եք։ Երբ որ ես Թուրքիայում էի, ես տնենք, իմ այդերով անենք,
Ժիլբերտ եղբորը հիշում եք, չէ՞։ Ժիլբերտ եղբորը ասում սպասի մի րոպե, Ժիլբերտ եղբայրը չկան որ գիտեմ։ Թուրքիայում պետք է լինես։ Զանգեցի, գրեցի։ Հասես Թուրքիայում եմ։ Հիմա ես Եփեսոսում եմ։ Ժիլբերտը բայց ափսոս չպետք է գնանք իրան 2 ժամ հեռու Լիոդիսիա։ Լրիվ Աստվածաշունչն է։ Այնտեղ ինքն է ծառայում։ Ես ստեղ եմ։ What a small world. Երկու անձենստերից Թուրքիայի մեջ Աստծո ծրագրի մեջ, ծառայությունների մեջ ենք։ Ուրդից ուր։ Ափսոս չկարողացանք իրար հանդիպել, որտեղ մյուս օրը իր ծառայությունից հետո պետք է բանաներ։ Մեկն էր հետ վերջ, չկարողացանք իրար հանդիպեինք։ Ինչ եմ ձեր հետ այսօր կիսվելու։ I'm going to share with you the book of Acts. Գործարքելոցն եմ ձեզ հետ կիսվելու։ Գործարքելոցը ինչ որ կիսվելու եմ, եթե բացենք գործարքելոցը չեք տեսնի մեջը։ Այն ինչ որ ես ձեզ հետ կիսվեմ։ Ինչու՞։ Որտեղ երբ որ վերջի համարները կարդում են գործարքելոցի, վերջակետ չկա։ Հիմա նայեք։ Ես հետաքրքիր բան ոչ թե հայտնաբերեցի, այլ գտա կարդամ ձեզ հետ Մատթեոսի վերջի նախադասությունը։ Սովորեցիք նրանք, որ պահեն այն ամենը, ինչ ես ձեզ պատվիրեցի։ Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Հետո դες չագրած։ Ամեն։ Ամեն։ Մարկոսի վերջի նախադասությունը։ Իսկ նրանք գնացին եւ ամեն օրեք քարոզեցին եւ Տերը գործակցում էր նրանց հետ ու խոսքը հաստատում ուղեկցող նշաններով եւ վերջում ինչ ասում։ Ամեն։ Գնացին Հովհաննեսի վերջի համարը։ Եվ շարունակ տաճարի մեջ էին փառաբանելով ու օրհնելով Աստծուն եւ ասեց ամեն։ Գնանք Ռոմայացու վերջի նախադասությունը։ Միակ իմաստուն Աստծուն հավիտենական Փառք Հիսուս Քրիստոսի միջոցով եւ բոլոր սրա հետ ասեցինք ամեն։ Ամեն։ Հիմա գործ առաքելոցը մի հատ նայենք։ Երեսունմեկերորդ համարնա 28-րդ գլխի Աստծո թագավորությունը քարոզելով եւ Տեր Հիսուս Քրիստոսի մասին սովորեցնելով ամենայն համարձակությամբ առանց արգելքի։ Ու վերջ։ Շարունակություն չկա։ Գիտեք ինչու շարունակություն չկա։ Որտեղ մենք շարունակում։ Գործ առաքելոցը շարունակում է ABBC հավուլի մեջ, շարունակում է տարբեր ծառայությունների աշխատող մեկ տարբեր տեղում։ Այդ աշխատանքը դեր շարունակում է սիրելիներ։ Դրա համար այդպես է վերջանում։ Մյուս համարները մյուս գնացեք կարտացեք, Թեսաղոնիկա, Թիմոթեոս, առաջինը, երկրորդը, բոլորը վերջանում են։ Ամեն։ Հակոբոսը չի վերջանում ամենով, բայց մնացածն է սա, որովհետև վերջն է, իրանց նամակի վերջն է։ Իսկ այս չի վերջանում։ Միշան անցյալ կիրակի օրը ձեզ հետ կիսվեց այդ տեսիլքը։ He shared about my trip to Turkey, but it's much more. 21 years ago, I traveled to the island of Rhodes, Greece for 10 days. Մենք գնացինք Ռոդոս կղզին, Rhodes 10 օրով։ Ավելի ոնց որ Աստված որտեղ որ Պողոս Արաքյալը եղել ուզում ենք այնտեղ գնայինք եւ այնտեղ բանանենք։ Ես 40 օր ծոմի մեջ էի մտել։ Եվ երբ որ գնացինք Հունաստան, հələ 7 օր ունեի։ Այսինքն 10 օրը Հունաստանում առաջի 7 օրը դեպի շարունակեմ հյութ եւ ջուր խմելը։ Ուտելիք չեմ ուտում 40 օր։ Ծոմի մեջ եմ։ Այդպես ստացվեց։ Չէի ծրագրել, բայց այդպես ստացվեց։ So, ուզում եք տեսնեք
40 օր ծոմ պահած մարդու վիճակը ոնց է։ Միացած է Հովհաննեսը։ Ես դեր հովիվն է 40 օր որ ճաշի ուտում։ Այստեղ իմ կեսն է մնացել։ Եվ ընդեղ ատենքում վերջի 3 օրներ ծանոթացանք Վիգեն Չոլակյան։ Իրեն տեսակ ընդեղ գնացինք ու մի հոգևոր մի բան էր կատարում։ Պարտենոնն ենք ելել ատենքի մեջ ու տեսանք, որ հայ մեկը կա, ծանոթացանք, գնացինք իր տունը, երեխեքի հետ եւ ժամանակ անցկացրեցինք իրար հետ։ Ու դե վերջի երեկոնա վերջապես կարամ ես ընդեղ ուտեմ, երբ որ 40 օր ճաշ չես ուտում, շատ դանդաղ ուտես, հատկապես կատնա մթերք է, պանիր, բան, նո։ Հիմա ես ասի, օքե, ուրեմն սալատ ուտեմ, եւ ինչ սալատ զակացնում, այնտեղ Հունաստանում, Greek salad, Greek salad-ի մեջ ինչ կա, պանիր, լավա հյուրանոցի, բանի մեջներ, ռեստորաններ, որտեղ կերածից պես բազելով հելել են ներև։ Հոյակապ, հրաշքներ, նշաններ, վկայություններ, մարդկանց հետ ավետարանել և տեղը շատ հոյակապ գործեր էր կատարում։ Ուրեմն, նավի մեջ էի, Ռոդոսից գնում ենք դեպի Փաթմոս։ Եվ ահա դեմս է Թուրքիա։ Գնում ենք Փաթմոս, որ ընդեղ Հովհաննես Արաքյալի, որտեղ որ հայտնության գիրքն է գրել, and I was thinking, I'm looking at Turkey and thinking, is this where my 8-year-old grandfather back then was rescued to go to Greece, an orphanage? Նայում եմ ասում, այստեղից է միգուցե որ իմ պապիկս, ներսես պապիկը 8 տարեկան, իր եղբայրը 10 տարեկան, որ ընտանիքը մնացած ջարդի մեջ մնացին, փրկվեցին եւ տարան իրենց դեպի Հունաստանի որբանոցում մեծացան։ Ուսած մտքերի մեջ եմ, I'm thinking, and I'm in the middle of a fast still. And the Holy Spirit spoke to me, spoke in Cossets. One day I will preach on this land with a Turkish Christian man. Mi or ես կարոզեմ այս երկրի մեջ քրիստոնյա Թուրքի հետ։ Այդ խոսքը վերցեցի ֆոկուս մեջ տեղ ունեց. I saved it in my spirit. Few years later I got a call from Pastor Rafi Shakbelian. Մի քանի տարիներ հետո Rafi եղբորից Shakbelian զանգ ստացա. He said, for me to meet this Turkish man, he's in Glendale. So, ես կապնվեցի ես եղբոր հետ, քշեցի Las Vegas-ից դեպի Glendale և իրեն հանդիպեցի, I met him in Glendale. As soon as we met, I remembered the word. Հենց իրար հանդիպեցին, հիշեցի այդ խոսքը, որ դերից այդ խոսել էր. And I said inside, is this the man? Միգուցե այս մարդն լինելու, իրեն հետ եմ ես քարոզելու. Few months later, I invited him to come to Las Vegas, and he moved his entire family, came to Vegas. Ոչ բան, ոչ տուն, ոչ մեքենա, ոչ մի բան, եւ որոշում արեցին, որ Las Vegas տեղափոխվեն։ Մի քանի ամսվա մեջ, մեկը իրենց տուն տվեց մնալու, մեկը իրենց մեքենա տվեց, ես աշխատում էի, աշխատանք տվեցի եւ 6 ամիս իրար հետ հայկական եկեղեցու մեջ ծառայեցինք թուրք եւ հայ իրար հետ։ Հայկական եկեղեցիում։ Տարիներ անցավ տարբեր տեղերով ծառայություններ անելով, ընդհանրապես յուքսերը ավետարանիչ լինելով, ինքը ավելի մուսուլմաններին դարձի էր բերում, Թեքսասում կենտրոն էր բացում, բաներ դնում, աստվածաշուչեր էր բաժանում բոլոր մուսուլմաններին Աստծո խոսքը քարոզելով։ Եվ զանգ եկավ ինձ անցած տարի, որ brother, I am coming to United States։ Տեղափոխվելով վերջապես դեպի Թուրքիա եւ տեսիլ կունենալով, որ 7 եկեղեցիները հայտնության բարձրացնելու, այնտեղ են տեղափոխվում, տուն տեղ ամեն ինչ դասավորում են Եփեսոսում։ Եվ գալիս են Ամերիկա, ասում եմ տեսնեմ քեզ։
Փաստադինայում իրար հանդիպում ենք, իրար հետ նստում ենք, իրար գրկում ենք կարոտած եղբայրների նման եւ ինքը այս հետեւյալ խոսքն է ասում։ Ասում է եղբայր ասում, կգաս Եփեսոս քարոզել։ When you come to Ephesus to preach, 21 տարի սիրելիներ, այդ օրվանից հետո 21 years later, համբերությամբ ես ոչ մի անգամ իրեն չէի ասում, յուքսեր, ուզես ես կամ Թուրքիա քարոզել, յուքսեր, ինչ ես մտա, never, ոչ մի անգամ ես թույլ էի տալիս Աստծո ժամադրության, եւ 21 տարի հետո այդ հրավերք եկավ, եւ ինչպես որ գիտեք, ես դեպի Թուրքիա Հայաստանից գնացի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ որտեղ որ ես քարոզում էի Սմիրնա եւ Եփեսոս, այդ նույն տեղերն են, որ Ռոդոսից Փաթմոս որ գնում էին նավով, հենց իրենք այդ տեղերը այդ քաղաքներն են։ Ես այդ ժամանակ չգիտեի, որ նայում էի ասում էր, դեր մի օր ուստեղ քարոզես, not only in the country, այլ հենց այդտեղ զուգահեռությունները Աստծո, they're unbelievable. I want to thank you for your prayers. Շնորհակալ եմ ձեզ ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ ճամփորդության բաների համար եղբայր։ Այս ամեն ինչը it came and brought a lot of fruits. Սեմի գրված մարգարեությունները ինչպես բացահայտվեցին was unbelievable. Unbelievable. Այսինքն only believable, որովհետև Աստված միայն կարաս հավատաս, որովհետև Աստված ասել, Աստվածը խոսել, Աստվածը դուրը բացել եւ Աստվածային ժամանությունով այս ամեն ինչը եղել։ Մի քանի բաներ եմ ուզում ցույց տամ եւ ավարտենք այսօրվա մեր պաշտամունքը այս վկայությունները։ Պատրաստ եք Հովհաննես ջան։ Կարճ մի բան լավ ասել իմ ուսուցչուհին այստեղ 85 տարեկան, որ իրար 46 տարի չենք տեսել, ես 4-րդ դասարանից եմ թողել մնացել ապաշխարելա։ Հիմա ինքը եւ իր աղջիկը երկուսն էլ ապաշխարած են։ Եվ կազմակերպեցին, որ բոլորի հետ հավաքվենք ստեղ լրիվ 46 տարի է իրաց տեսած չկային։ Եվ կազմակերպեցին եւ մեջը կան Ռուզաննան հենց ստեղ իր մամայի գլխի կանգնած ապաշխարած է ընտանիքով ամեն ինչ այդպես։ Եվ հիմա ձեզ հետ մի քանի հետաքրքիր բաներ։ Թուրքերեն փառաբանություն։ Երկողը թուրքա, իրակինը իսպանացի, հետևը կորեացի, նվագողը չինացի, տմբուկը խփողը թուրքա, եկեղեցու մեջ կար թայլանդացի, կար չինացի, կար կորեացի եւ մնացածը թուրքեր էին։ Հայ չկար էս եկեղեցի մեջ, լրիվ դարձի եկած անձեր էին սիրելիներ։ Սա Պետրոս եղբայրն է։ Atalarımızdan kalma boş yaşayışımızdan altın ya da gümüş gibi geçici şeyler değil, kusursuz ve etin kuzuyu andıran ve senin değerli kanının fidesiyle kurtuldunuz. Biz kurtulmuş bir halkız, kurtarılmış bir halkız. Ծնվել է եւ մեծացել է Թուրքիայում եւ հիմա այս եկեղեցի որ մոտ 40-ից 50 թուրքի հավաքվում են, պատուհանները բացում են հետևը, այդ փառաբանությունը փողոցներն է, կողքից ասնողներ գրուպներում գցնում են, մի հատ նայում են, ես որ քարոզում էի, այնտեղ նայում էի, ամենը տեսնում եմ դուրսը պատուհանի մոտ կանգնած նայում են, ներսն են նայում։ Եվ սա էլ սիրելիներ իրականացավ, որ ես քարոզեմ մի օր Թուրքիայում քրիստոնյա Թուրքիա որը 21 տարի հետո եսի մեր յուքսեր եղբայրը And I'm looking at Turkey, the teaching of a Muslim, and the Holy Spirit said, one day, you will preach in this land, or if there is not Gaza, with a Christian Turkish land. 21 years.
միայն աստվածային բաներով։ Եւ սա ծառայողներն են, դիժլեն, կարմիր բանով, հետո կողքը Պետրոս եղբորքին է շատ հայերեն խոսում է, Պետրոս եղբոր կողքն է, ես եմ, հետո ինքս է եղբայրը, Ես հետաքրքիր բանը Հովհաննես Արաքյալի գերեզմաննա, որտեղ Եփեսոսում իրեն թաղել են, շատ հետաքրքիր էր, որ հենց Եփեսոս եկեղեցին տեղը, ասես քայլում ես, ասում ես Հովհաննեսը ստեղի կա։ 2000 տարի այս մարդը իր կյանքով միակ Արաքյալը, որ չմարտիրոսացավ իր կյանքով եկեց։ Սա All right. Now, this is interesting right here, this ground. This is where they did water baptism. մկրտությունը ստեղ էին արել Եփեսոսում։ In this place. This is where not John the Baptist, but John the Apostle with the church, with the saints of Ephesus. They did the water baptism. Right here. Right here. This is my comment. Meditation. My God's here. She's a Galatian. Ասպա ես ստեղից եմ, ես Եփեսոսացի եմ, ինձ եմ գավատացի եմ։ Baptisterium. This is definitely an amazing place to visit, guys. It's not only biblical, majority of the Այս մարդը, որ գնացել ենք դեր, ասեց, կաղոթեք իմ ծունգերիս համար, թուրք, աղոտ կխնդում քրիստոնյայից, ասի, իհարկի կաղոթեք, աղոթեցինք իրա ծունգերի վրա, շատ զգացված էր, հետո ես ու իքսը քայլում ենք ուրիշ տարածքում եկել էլի իրա մեջտեղ, չգիտեմ, բազել ասկսել թե ինչ անել անում, բայց գիտեք, պետքա պատրաստին ես հետո մի բան դու, խոսք ասում, be ready in and out of season, չես կար ասես, վայ դե հիմա հարմար չի չէ, ծունգի ես գալիս և, հալելույա, այս կանն ասիրն է, որ ուզում են ձեզ էտ իսվերա այս կանն էլ ասում է բավականի ինվորմացիա և պարդ և ատիվը դեր և բրջը, ամեն դերովնի ձեզ, շնորհակալ ենք, որ արձակեցի և այն ինչ որ կատարվեց Արդեն պատիվը դիրոշն է։ Արմուստան եշում ենք բես։ Վերջի երկի համար ոտքի վրա լինենք երկելու և պաշտոնապես վերջի ակոտքով և այս հետարքիր պատգամը կամ եղբոր այցելությունը որ տեսանք ճիշտ այն է ինչ որ այս երկն է ասում դավանենք Հիսուս մեր Տերը, դավանենք Հիսուսին ամենուր ուրվորենք մեր շրջանակում և որ գնանք Տերոջը դավանենք և դա է մեր Thank
Թուրքիայի մեջ փոփոխություն դեպի հայ ազգի եւ այդ ամեն ինչ անցյալի աղոթեք, որ ապաշխարեն։ 220-ից ավելի քրիստոնյա եկեղեցի կա Թուրքիայում։ 220 մեծ եկեղեցիներ չեն, եւ մեծ եկեղեցին կարա դժվարություններ, խնդիրներ ունենապետության հետ մենք նախավերջի գիշերը ավետարանելու գնացինք սերեն դուրս ածոտյա, հետո ասեցինք տունը գնանք իրենց եւ զգացի, որ ինքսերը Հիսուսի մասին չի խոսում եւ ինքը ավետարանի չէ։ Պարզվեց հետո, որ իրենց նստածից մեկը պետության համար աշխատում, որից ֆոտոգրաֆում է եւ զգալով դա ասեց բան։ Հետո ես չիմանալով իհարկե սկսեցի ես մի քանի բան ասել, բայց ավելի խոսեցի քաջալերելով, որ ես դες աղոթում էի, չէի հասկանում թուրքերեն եւ այնպես օգնությունով վերադարձանք։ Շատ բաներ կա, որ զգուշությամբ պետք է, իմաստությամբ պետք է շարժվել։ Փառք Հիսուսի։ Աստված օգնի մեզ եւ պահի մեզ։ Աստված պայծառեցնի իր դեմքը մեր բոլորի վրա եւ ողորմի մեզ։ Աստված բարձրացնի իր դեմքը մեր վրա եւ տա մեզ իր խաղաղությունը։ Խաղաղությունով ապրենք եւ շարունակենք։ Եվ անդո եղբայրն են, որ աղոթեցին սկիզբը, հիմա տունն է գնացել։ Հալելույա։ Փառք Տիրոջ։